Ազատագրական շարժման եւ մշակութային նշանավոր գործիչ Խաչատուր Լազարյանը ծնվել է 1789 թվականի հունիսի 1-ին։ Ավարտել է Պետերբուրգի գերմանական գիմնազիան եւ համալսարանը։ Ծառայել է Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Ներսես աշտարակեցու հետ մասնակցել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Հայաստանի ինքնավար կարգավիճակ սահմանող նախագծի մշակմանը, հայկական մարզի ստեղծմանը։ Եղել է Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու։ Նրա ջանքերի շնորհիվ ճեմարանը դարձել է Արևելյան լեզուների ինստիտուտ։ Լինելով մեծահարուստ հանքարդյունաբերող, կատարել է բազմաթիվ բարեգործություններ։ Հովանավորել է հայագիտության զարգացմանը, աջակցել Սերգեյ Գլինկային, Մսեր Մսերյանին, Վիկտոր Լանգլուային, Էդուարդ Դյուլորիեին։ Մահացել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Թաղված է Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը։ Եղել է Ռուսաստանի իսկական գաղտնի պետական խորհրդական, արժանացել է բազմաթիվ շքանշանների։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդին հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խաչատուր Լազարյանին։ Մեր հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանց։ Բարի գալուս, պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, Ռուսաստանում կամ Ռուսաստանի կայսրությունում ինչպես անհատներ, այնպես էլ մի շարք տոհմեր, գերդաստաններ մեր հայազգի, մեր հայրենակիցների նկատի ունեմ, այդ մի քանի 100 տարիների ընթացքում իրենց կարևոր եւ մնան հետքն են թողել։ Իհարկե ամենևին չստվերենք կամ թերագնահատենք մյուսներին, սակայն այդ ինչպես անձանց, այնպես էլ հատկապես տոհմերի մեջ Լազարյանների գերդաստանը իսկապես նշանակալից դերակատարություն է ունեցել ինչպես Ռուսաստանի հասարակական, ռազմական, քաղաքական, մշակութային, նաև տնտեսական կյանքում, այնպես էլ միշտ աչքի է ընկել այս տոհմը իր հայրենանվեր հանուն իրենց ժողովրդի ազգային գործունեությամբ։ Այդ տոհմը խնդրում եմ ընդհանուր գծերով ներկայացրեք։ Սովորաբար ցանկացած տոհ, որը հաստատվում է իր երկրից դուրս, որոշակիորեն նաև կորցնում է իր պատկանելությունը ազգային։ Բայց այս համատեքստում Լազարյանները եզակի դերակատարություն ունեցան եւ բարեբախտաբար կարողացան հանդես գալ ինչպես զուտ ռուսական իրականության ներկայացուցիչներ, թե գործարար համակարգում, թե մշակութային, թե զինվորական եւ դրան զուգահեռ նաեւ մնացին հայ եւ հայկական իրականության համար նույնպես որոշակի քաղաքական գործունեություն ծավալեցին, որտեղ մենք նրանց ենք պարտական այն հարաբերությունների մեջ, որ նրանք հաստատեցին թե Եկատերինայի օրոք, թե նրանից հետո եղած այլ տիրակալների օրոք հանուն Հայաստանի Հայաստանի հայ ժողովրդի, որովհետև փաստորեն չկար որպես այդպիսին Հայաստան։ Եվ այն գործունեությունը, որ նրանք ծավալում էին, որպեսզի հնարավորության պարագայում, անգամ ռուսական թագի վրա հայոց արքա գրելու պարագայով Հայաստանը լինի։ Այդ հարցին առանձին կանդրադառնանք։ Եվ պիտի ասել, որ նրանք կարողացան ներդրում ունենալ ռուսական իրականության մեջ եւ հայկական իրականության մեջ։ Փաստորեն պատմության ընթացքում ավելի հաճախ դուք արդեն իրավացիորեն նշեցիք հայրենիքից դուրս գործած անհատները եւ տոհմերը հասկանալի է, որ օտար այսպես միջավայրում օտար պետությունների մեջ են եւ ավելի շատ նրանց գործունեությունը հանգում էր մշակութային կամ բարեգործական ակցիաների, սակայն Լազարյանների պարագայում այդ ձեր հիշատակած Եկատերինա եւ մյուսները նրանք արդեն քաղաքական կոնկրետ տվյալ դեպքում Ռուսաստանի կայսրություն քաղաքական որոշակի դերակատարություն են ունենում, ինչը նույնպես ինչ է կարծում նաեւ եզակի երևույթ է թե Ռուսաստանի պատմության հայերի նկատի ունեմ եւ թե նաեւ օտար մյուս այլ երկրների։ Եթե մյուս այլ երկրների մասին մեկ խոսքով ասելու լինենք, օրինակ հայկական ամբողջ դինաստիաներ են եղել բիզանդական գահի վրա
Եվ եթե մենք կործանման տարանք Բաքրատունիների Հայաստանը, դրանում մեծ ներդրում ունեցան հենց հայ ազգի բյուզանդական կայսրերը։ Սա որպես խոսք։ Հակառակն է այն մարդկանց պարագային, ում մասին մենք խոսում ենք, Լազարյանների պարագային։ Նրանք ոչ թե գնացին մի ճանապարհով, որ իրենց բարեկեցությունը հաստատելուց հետո ուղղակի ապրեին այդ բարեկեցությամբ, վայելեին այդ բարեկեցությունը։ Նրանց համար այդ բարեկեցությունը չդարձավ անձնանպատակ խնդիր։ Նրանց համար այդ բարեկեցությունն առաջերտին բերեց մեկ այլ կարևորագույն ազդակ՝ ծառայել սեփական ժողովրդին։ Հենց այդ ծառայելու այդ միտքն շարունակենք, պարոն Պետրոսյանց։ Տեսեք, շատ կարևոր գաղափար ասեցիք, որ ի տարբերություն Բյուզանդիան, որտեղ կային հայկական կայսերական դինաստիա, չէ, այսինքն բյուզանդական այցիսկա կայսրության տերերը հայերն էին, մեր հայրենակիցները կամ ծագումով հայերը, սակայն նրանք մեծ հաջողությամբ նպաստեցին մայր հայրենիքում գոյություն ունեցող Անիի թագավորության Բագրատունյաց թագավորության կորստին, կործանմանը, մինչդեռ նույն Լազարյանները իհարկե այդ այսպես ասած կայսերական դինաստիա չլինելով, սակայն հակառակը հնարավորինս ձգտում էին նպաստել հայ ժողովրդի զարգացմանը կամ ինչ-որ պետականանման բաների կազմավորումների ստեղծմանը։ Եվ այդ տեսանկյունից մեր այսօրվա հայորդին Խաչատուր Լազարյանը Արևելյան Հայաստան-Ռուսաստանի միացնելուց հետո նա կարծեմ իր առաջնահերթ խնդիրներից է համարել Հայաստանի ինչ-որ ինքնավարության միավորի կայացմանը, դուք արդեն հիշատակեցիք, որ անգամ թեկուզ Նիկոլայ առաջինի թագի վրա գրվեր հայոց թագավոր, բայց լիներ նման ինչ-որ մի միավոր հիմք դրվեր։ Մենք արդեն խոսել ենք ժամանակին։ Արդեն ազատագրական ծրագրեր էր մշակել, չէ՞, Խաչատուր։ Մենք խոսել ենք արդեն Լազարյանների առաջին սերնդի գործունեության մասին, Հովհաննեսի մասին։ Նկատի ունեցել ենք, որ նրանք կարողացան կարճ ժամանակում տիրապետել ֆինանսական մեծագույն միջոցների, հանդիսանալ ռուսական հարստությունը ստեղծողներից մեկը, Ուրալյան ամբողջ տարածաշրջանի հարստության Ռուսաստանի մասշտաբով մեծագույն արդյունաբերողներից մեկը եւ սա փորձեցին ծառայեցնել ի նպաստ հայկական իրականության։ Մենք գործ ունեինք նախորդ փուլում Լազարյանների այդ սերնդի հետ։ Նոր սերունդը, որը եկավ 19-րդ դարի սկզբին, սա Հովհաննես Լազարյանն էր, Խաչատուր Լազարյանն էր, Հովակիմ Լազարյանն էր, սրանք արդեն 3 եղբայրներով գործունեության նաև բնագավառ որպես վերցրեցին հայկական իրականությանը ծառայելը։ Երբ սրանք լինում էին Եվրոպայում, 3 եղբայրների հայրը խորհուրդ էր տալիս անպատճառ այցելեք Եվրոպայում, եթե լինում եք, այցելեք Վենետիկի ակադեմիա, նա այդպես էլ գրել է, ակադեմիա, որովհետև այնտեղ սովորելու շատ բան կունենաք։ Ինչն էր խնդիրը։ Հայությունից կապը չկտրեն, ավելի Հայությունից կապը չկտրելու խնդիրը չէր այնքան, որքան նույնատիպ գործունեություն Ռուսաստանում ծավալելու խնդիր էր դնում հայրը։ Ասեմ, որ Խաչատուրը շատ երիտասարդ է մտել կյանք։ Պատկերացրեք, ծնվել է 1789 թվականին եւ 1801 թվականից համարվում է, որ նա որոշակի ծառայության մեջ էր արդեն։ Ծառայելով արտաքին գործերի նախարարության համակարգում, թե մեծ եղբայրը, թե ինքը ծառայել են արտաքին գործերի նախարարության համակարգում։ Նրանք կարողացել են դա որպես նպաստ բերել Հայաստանի խնդիրների լուծմանը։ Ինքը Խաչատուր Լազարյանը ծրագիր է մշակել Հայաստանի անկախություն կերտելու առումով։ Այդ ծրագրի համաձայն Հայաստանը պիտի լիներ անկախ միավոր Ռուսաստանի իրավասության ներքո, անգամ այն պարագայով, որ քիչ առաջ նշեցինք, որ Նիկոլայ առաջինի թագի վրա գրվի հայոց արքա, Հայաստանի թագավոր։ Խնդիրը կայանում էր ինչում, որ եթե այդ պահին չկար Հայաստան, չկար
մեծ տարածքի վրա եղած սփռված հայ ժողովրդի համար պետականություն, ամենափոքր պետականությունն անգամ, որը կլիներ այլ իշխանավորների կամ այլ պետության հովանու տակ, պարզապես կոչվեր Հայաստան։ Կարևորը երևույթներ սկիզբն էլ է։ Այս գործունեության մեջ պիտի նկատի ունենալ, որ նրանք ծանրակշիռ ավանդ ունեցան, եւ երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը, նրանք իրենց բոլոր գործողություններով նպաստեցին, որ դա ծառայի Հայաստան ստեղծելուն։ Իրենց գեներալ եղբայրը, որը գնդապետ էր եւ գեներալ աստիճանի արժանացավ, երբ նշանակվեց արդեն կայացած պարագայում Հայաստանի մարզի կառավարիչ։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ պատերազմից հետո Արարատյան դաշտում հայերի թիվը սակավ էր եւ նրանք արդեն իսկ գործունեություն ծավալեցին։ Խաչատուր Լազարյանը հայոց կաթողիկոսի հետ նամակագրությամբ ներսես աշտարակեցու կաթողիկոսի այդ ժամանակ Եփրեմներ կաթողիկոսի հետ նամակագրությամբ փորձեցին այն տարածքները, որոնք հնարավոր էր կցել ապագա Հայաստանի մարզին, դրանք միացվեր Հայաստանին։ Դա մոտավորապես Արարատյան լեռնազանգվածն էր, ինչին դեմ գնաց Պասկևիչը, որը Արաքս գետով սահմանազատեց տարածքը։ Զինվորական տեսանկյունից գետը բոլոր դեպքերում Խաչատուր Լազարյանը մեծ աշխատանք կատարեց, որ այդպեսն էր, եւ ինչն էր կարևոր, որ օրինակ Վրաստանում չստեղծվեց պետական մարզ։ Պարոն Պետրոսյան, շատ լավ դիպուկ նկատեցիք։ Ի տարբերություն թագավորություն չստեղծվեց հայկական, բայց ստեղծվեց հայկական մարզ, ինչը Վրաստանում չեղավ։ Հայկական մարզ, այո, ինչը Վրաստանում չեղավ, եւ փաստորեն դրվեց պետականության հիմք։ Մենք այսօր, երբ խոսում ենք մեր պետականությունների մասին, անպատճառ պիտի նկատի ունենանք Երևանի կամ Հայաստանի մարզը, անկախ նրանից, որ հետո այն լուծարվեց, բայց բոլոր դեպքերում այդ միավորի վրա է եղել հետագա բոլոր պատմական իրականությունների եւ պետականության ստեղծումը հայերի համար։ Վարչատարածքային առումով էլ չէ համընկնում։ Հայկական մարզ Երևանի նահանգ, Հայաստանի Հանրապետություն, Քորձային շրջան հիմա տարածքային մարզի վրա մոտավորապես մենք նկատի ունենք նաեւ այսօրվա Հայաստանը։ Իհարկե պարզ է, որ այն տարիներին հնարավոր չէր, որ հայկական թագավորություն, այսպես ասած, մանավանդ երբ որ բնակչության, տնտեսական, ռազմական եւ այլ խնդիրներ կային, միանգամից հայկական թագավորություն շրջակվեր, սակայն պարոն Պետրոսյան, շատ հետաքրքիր ուշագրավ դիտարկում կատարեցիք, որ նախ ի տարբերություն նույն Վրաստանի, Հայաստանում ստեղծվեց հայկական մարզ եւ ձեր այդ հիշատակած ապագա պետականությունների, մեր պետականությունների համար հիմք ծառայելը։ Լազարյանները ազգային ազատագրական մեր շարժումում, կոնկրետ Խաչատուր Լազարյանը իրենց մասնակցությունից կարևոր դերակատարությունից զատ, նաև պատմության մեջ հետք են թողել որպես տասնյակ, գուցե հարյուրավոր հայրենանվեր բարեգործություններ կատարողներ եւ հայագիտություն են հովանավորել, հայագետներ են հովանավորել եւ իհարկե այդ բարեգործությունների կամ հայրենանվեր գործունեության մեխը կամ գլուխգործոցը այդ աշխարհահռչակ, ինչու՞ չէ, չվախենք այդ բառը օգտագործել, Լազարյան ճեմարանն էր, որը Խաչատուրի ժամանակ կարծեմ ավելի է զարգացել նրա եղբոր մահից հետո, չէ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ քիչ առաջ նշեցինք, որ հայրը խորհուրդ էր տալիս այցելել Վենետիկի ակադեմիան, սրա մեջ կար մեծ նշանակության խնդիր, որովհետև արդեն հայրն էր պլանավորում, որ ռուսական իրականության մեջ լինի մի այնպիսի ուսումնական կենտրոն, որը կադրեր պատրաստի Հայաստանի համար։ Անկամ եկեղեցիներում գործող քահանաները կրթություն չունեին եւ ծառայի թե այդ նպատակին, թե ընդհանրապես մշակութային նպատակներին։ Պիտի նկատի ունենանք, որ Հովհաննես Լազարյանը, որը
առաջնահերթ տնտեսության կառավարիչներ, այսինքն տոհմի ֆինանսական կառավարիչներ 200,000 դրամ գումար նախատեսեց ռուբլի նախատեսեց Այն տարիների համար ահռելի դա գումար ահռելի էր, գումար 200,000 էր ռուբլի։ եւ դա դրեցին Գանձարանում դրա վրա նաեւ հաջորդ տարիներին ավելացվեց այդ չափի գումարներ, որով սկսած 1809 թվականից նրանք գնում էին մի խնդրի, գնում էին այդպիսի ուսումնական կենտրոն ստեղծելու ճանապարհով։ Եվ 1813 թվականին դրվեց Լազարյան ճեմարանի հիմքը, հիմնաքարը։ Մեկ տարի հետո արդեն գլխավոր շենքերից մեկը պատրաստ էր։ Բացումը տեղի ունեցավ 1815 թվականին։ Պատկերացրեք, այդ ժամանակ մեծ Լազարյանը, Հովհաննես Լազարյանը մոտավորապես 30 տարեկան էր, փոքրը 27 տարեկան, 3 տարին նա փոքր է։ Ու այս երկու անձերը այդ տարիքում Ինչու՞ չէ, երկու երիտասարդներ է, երկու երիտասարդներ կարողացան հեղաշրջող քայլ կատարել բացարձակ օտար երկրում, օտար միջավայրում։ Լազարյան Ճեմարյանը, որպեսզի իրենք կարողանային այդտեղ հայերեն ուսուցում կազմակերպել, Խաչատուրը արդեն որ ամբողջովին զբաղվում էր Ճեմարանով եւ բարեգործական խնդիրներով, հակառակ Հովհաննեսի։ Ճիշտ է, հոգաբարձուների խորհրդի նախագահը Հովհաննեսն էր, բայց նրա տեղակալը Խաչատուրն էր։ Խաչատուրին էր մնացել այդ ամբողջ աշխատանքով զբաղվելու խնդիրը։ Նա նամակներով դիմել է Հնդկաստանում, Եվրոպայում, Հայաստանում, Ռուսաստանի տարբեր վայրերում ապրող դիտունների, անգամ խնդրել, անգամ առաջարկել է գալ Մոսկվա եւ այդ դպրոցում ուսուցչություն անել։ Իհարկե, շատերը ընդունեցին այդ առաջարկը եւ պիտի ասել, որ Լազարյան ճեմարանը կայացավ։ Այն մինչեւ 1840-ական թվականների սկիզբը մի քանի անգամ վերափոխվող կանոնադրությամբ Արդեն վերջում ինստիտուտ Խաչատուրի շնորհիվ ինստիտուտ դարձավ, չէ՞։ Փոքրիկ դպրոցից վերածվեց բավականին մեծ կառույցի։ Նկատի ունենանք մի փաստ 1844 թվականին ճեմարանն արդեն ավարտել էր 740-ից ավելի մարդ։ Սրանցից 140-ը գնացել էր համալսարանական կրթություն։ Կարծեմ առաջնահերթն աղքատ հայ ընտանիքի զավակներին Մենք դա դրանից հետո պիտի նկատի ունենանք։ Դա արվեց ավելի ուշ։ Այսպես ասած, նաև սոցիալական Այո, նպատակ դա այդ խնդիրն էր, այդ նպատակն էր դրված, նաև թարգմանական խնդիր էր դրված, որտեղ բաժանվեց հենց արդեն իր գոյության հաջորդ փուլերում բաժանվեց որոշակի մասերի, որտեղ այնտեղ եւ թարգմանական արևելքի թարգմանական լեզուներ էին ուսուցանում, ինչպես նաև հայերեն էին ուսուցանում, ինչպես նաև մնացած բոլոր առարկաներն էին ուսուցանում։ Արևելյան լեզուների հիմքը դրվեց հենց մեր Լազարյան ճեմարանի ինստիտուտում, չէ՞։ Իրեն տրվել էր գիմնազիայի կարգավիճակ, գիմնազիայի ավարտողը արդեն իսկ կարող էր համալսարան գնալ եւ դրանով է որ 140 մարդ արդեն իսկ գնացել էր համալսարան, մյուսները գնացել էին որոշակի ծառայություն հայկական, նրանք ովքեր հայեր էին, հայկական իրականություն, որովհետեւ բոլորը չէ որ Լազարյան ճեմարանում հայեր էին։ Կային նաև Կովկասի այլ ազգերի ներկայացուցիչներ, կային նաև հենց իրենք ռուսներ եւ նրանք ովքեր հայեր էին եւ նրանք ովքեր գնացին դպրոցներում ծառայության եւ նրանք ովքեր գնացին համալսարան հետագայում արդեն մեծ աշխատանք են կատարել հայապահպանության գործում։ Երբ Հովհաննես Լազարյանը մահացավ, Խաչատուրը ստանձնեց հոգեբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը եւ վերացրեց տեղակալի պաշտոնը։ Սրա մեջ էլ կար որոշակի միտում, որովհետև իրենք պարզապես չէին ցանկանում, որ դա իրենց Գերդաստանից դուրս գա։ Իր Գերդաստանում չկար որևէ այլ ներկայացուցիչ, իր որդին շատ փոքր էր այդ պահին, որպեսզի նրան տեղակալ նշանակեր, այդ մի պաշտոնը վերացրեցին եւ ամբողջ խնդիրը մնաց
Խաչատուրի լուծման տիրույթում։ Ամենից առաջ պիտի նկատի ունենանք, որ Խաչատուրը քայլ կատարեց, եզակի քայլ կատարեց։ Ռուսաստանի կրթության նախարարին նշանակեց տնօրեն։ Դիվանագիտական Սա դիվանագիտական եզակի հեռատես քայլ էր։ Հեռատես էր, որտեղ իր նաև բարեկամին Դելյանովին, Իվան Դելյանովին նշանակեց տեղակալ։ Սա, որտեղ Դելյանովն այդ պահին կրթության նախարարի օգնականը կամ տեղակալն էր, եւ սա եզակի քայլ էր, որտեղ սա բերեց նրան, որ նա նաև կարողացավ մեր հայրենակիցների մեկը մյուսին նոր կանոնադրություն հաստատել, դա իր մահից անմիջապես առաջ էր, այդ նոր կանոնադրությամբ վերածվեց ինստիտուտի, որը մինչև 1918 թվականը ինստիտուտի կարգավիճակով ծառայեց թե հայերին, թե ռուսներին։ Շատ կարևոր էր նաև նրանց գործունեության մեկ այլ ճյուղ։ Նրանք էին, որ Ռուսաստանում առաջին տպարանները հաստատեցին, հայկական տպարանները։ Այս գիրքը Խաչատուր Լազարյանի հետ անմիջական առնչություն այս գրքերը կապ ունեն Խաչատուր Լազարյանի հետ, որովհետև 1827 թվականին տպագրված այս առաջին գիրքը դեռ հին տպատառերով է տպված, նրանց նոր տպատառերը Եվրոպայից ավելի ուշ ուղարկեցին եւ արդեն նոր տպատառերով տպագրվեց Վարդան Բարձրաբերդցու կամ Վարդան Արևելցու պատմություն տիեզերական գիրքը արդեն 1851 թվականին։ Սա նոր տպարանի, նոր տպատառերով է։ Պես անուն նշված է ծախսերը հովանավորը Խաչատուր Լազարյանը։ Հովանավորել է Խաչատուրը եւ գիրքը տպագրվել է եղբոր Հովանեսի մահից հետո նրա հիշատակին։ Պիտի նկատի ունենանք շատ կարևոր մի հանգամանք։ 1850 թվականին մահացավ նրա տղա Զավակը եւ դրանով փաստորեն եւ իրենով ավարտվեց Լազարյանների արական սերը եւ փաստորեն նա նաեւ կարողացավ իր մահից առաջ կրկնում եմ Լազարյան ճեմարանը փաստորեն Դելյանովների տրամադրության տակ դնել, իսկ ամբողջ ֆինանսական եւ արդյունաբերական գործունեությունը իր փեսային Աբամելիքովներին դրեց, որոնք ընդունեցին Աբամելիքով Լազարև ազգանունը եւ դրանով Լազարև ազգանունն այնուամենայնիվ շարունակվեց։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան, մասնակցելու համար, ձեր պատրաստակամության համար։ Այսօր մեր հայրենակիցները ծանոթացան Խաչատուր Լազարյան միանձնավորության, համոզված ենք, որ նրա կերպարը որպես բարեգործի, ինչպես բուն Ռուսաստանում, այնպես էլ այլ աշխարհի այլ վայրերում մեր բարեգործ հայրենակիցների համար օրինակելի կլինի եւ նաեւ մեկ ուշագրավ հանգամանք ձեր ելույթից, որ ցանկանայի վերջում եւս շեշտել մեր հայրենակիցների հերոստատիտողների համար մասնավորապես Խաչատուր Լազարյանի աջակցությամբ ստեղծված հայկական մարզը ճիշտ նշեցիք, որ դարձավ հետագա պետականությունների հիմքը եւ ամենևին է պատահական չէ, որ այժմ էլ մեր նորանկախ հանրապետության դեսպանատունը Մոսկվայում նույնպես զբաղեցնում է Լազարյան ճեմարանի շենքը, այսինքն Խաչատուր Հովանես եւ Խաչատուր Լազարյանները նաեւ այդ տեսանկյունից դարեր հետո իրենց ավանդը բերեցին նորանկախ պետականությանը։ Հարգելի հերոստատիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Աբանի ազգային եւ մշակութային գործիչ Խաչատուր Լազարյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։